Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Հայաստանը պատրաստվում է ընդունել Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովը, որը կարող է պատմական իրադարձություն դառնալ երկրի արտաքին քաղաքականության համար։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է հյուրընկալել Եվրոպական միջազգային տասնյակ առաջնորդների։ Գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Երևանում եւ այն կդառնա տարածաշրջանային կարևորագույն քաղաքական իրադարձություններից մեկը։ Հայաստանի իշխանությունները կարծում են, որ նման միջոցառումը կբարձրացնի երկրի միջազգային հեղինակությունը եւ կամրապնդի հարաբերությունները Եվրոպայի հետ։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվել է եւս 2 ամսով։ Հանրային մեղադրողը պահանջել էր կարանքը երկարացնել 3 ամսով, սակայն դատարանը սահմանել է 2 ամիս։ Պաշտպանական կողմը միջնորդել էր խափանման միջոցը փոխել տնային կալանքով 20 միլիոն դրամ գրավի համակցությամբ։ 65-ամյա Ղուկասյանը արդեն 5-րդ ամիսն է գտնվում անազատության մեջ։ Նրան մեղադրում են կաշառք ստանալու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման մեջ, սակայն նա մեղադրանքները չի ընդունում եւ հայտարարում է քաղաքական հետապնդման մասին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքել է հայտարարությունները, թե Ադրբեջանը նոր ներխուժումներ է իրականացրել Հայաստանի տարածք։ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ նա նշել է, որ նման տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Կան կուսակցություններ, ձևավորվում են նրանց արբանյակներ, որոնք մի բանի մասին են՝ սարսափ տարածելու, իրավիճակը ապոկալիպտիկ ներկայացնելու, կարճ ներկայացնեմ, իրենք մահվան, պատերազմի եւ ապատեղեկատվության ընդհանրական կուսակցություն են։ Կապ չունի անունը ինչ կլինի այս կուսակցության, կամ ցլի տեսք կունենան, փղի տեսք կունենան, իրական չի։ Այս բոլորը մեկ նպատակ ունեն՝ խաթարել Հայաստանի Հանրապետության խաղաղության հասնելու ճանապարհը։ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին շարժ է նկատվում Մեղրիի Մաքսատանը։ Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի խոսքով Իրանից մարդիկ գալիս են թե գիշերով, թե ցերեկով։ Նրա փոխանցմամբ հոսքը մեծ չէ եւ իրավիճակը լիովին վերահսկելի է։ Մեղրի եկողները հիմնականում երրորդ երկրների քաղաքացիներ են, իսկ իրանցիների թիվը համեմատաբար փոքր է։ Անդրեասյանը նշել է, որ մեծ հոսքի դեպքում տեղավորման խնդիր կարող է առաջանալ, քանի որ քաղաքում մեծ հյուրանոցներ չկան։ Մերձավոր Արևելքում զարգացող ռազմական լարվածությունը կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Փորձագետները նշում են, որ Իրանը Հայաստանի կարևորագույն տնտեսական գործընկերներից մեկն է։ Եթե տարածաշրջանում հակամարտությունը խորանա, կարող են խափանվել առևտրային եւ տրանսպորտային ուղիները։ Դա կարող է ազդեցություն ունենալ նաեւ էներգետիկ համագործակցության վրա։ Տնտեսագետները նշում են, որ Հայաստանի կառավարությունը փորձում է գնահատել հնարավոր ռիսկերը եւ պատրաստվել տարբեր սցենարների։ Միևնույն ժամանակ փորձագետները կարծում են, որ Հայաստանը կարող է դառնալ կարևոր տարանցիկ կենտրոն տարածաշրջանային ճգնաժամի պայմաններում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վրաստանը կարևոր դեր ունի տարածաշրջանային համագործակցության զարգացման մեջ։ Նրա խոսքով Թբիլիսին կարող է դառնալ հարթակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկխոսության խորացման համար։ Փաշինյանը նշել է, որ տարածաշրջանի կայունությունը կարևոր է տնտեսական զարգացման համար։ Նա ընդգծել է նաեւ տրանսպորտային եւ առևտրային նախագծերի զարգացման անհրաժեշտությունը Հարավային Կովկասում։ Վարչապետի խոսքով երեք երկրների համագործակցությունը կարող է մեծացնել տարածաշրջանի տնտեսական ներուժը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ արձագանքել է դպրոցներում եւ բանկում բռնության աճի վերաբերյալ հարցին, որը ԱԺ-ում բարձրացրել էր Հայաստան խմբակցության падգամավոր Լիլիթ Գալստյանը։ Փաշինյանը նշել է, որ նախկինում նման դեպքերը պարզապես չեն հրապարակվել սոցցանցերում, սակայն դա չի նշանակում, որ դրանք գոյություն չեն ունեցել։ Դպրոցականների շրջանում այդ հարաբերությունների մասին TikTok-ում կամ Instagram-ում չի եղել, դա չի նշանակում, որ այդ հարաբերությունները չեն եղել։ Իսկ հերիք այլի ձևանենք։ Մենք միջև մեր մեջ քրեական ենթամշակույթը որպես եկեք խոստովանենք, որ քրեականը ենթամշակույթ չի։ Ենթամշակույթը այն մնացածն է։ Քրեականը մշակույթ է մեր իրականության մեջ։ Ընդդիմադիր падգամավորի քննադատությանը պատասխանելով Փաշինյանը կտրուկ հայտարարություն է արել։ Այո, քանի դեռ Հայաստանում կա կուսակցություն, որտեղ զենքի վրա երթվելով են ընդունում կուսակցություն, եւ որտեղ սեփական անդամներին գնդակահարելը սովորական մի հատ երևույթ է, դուք գնացեք ձեր կուսակցության դարդը լացել եք, եկել եք դպրոցների դարդն եք լացում։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ առողջության ապահովագրության համակարգը մեծ ակտիվություն է ցուցաբերում։ Նրա խոսքով 2 ամսվա ընթացքում արձանագրվել է շուրջ 1.2 միլիոն բժշկական այց։ Մոտ 400,000 քաղաքացի արդեն օգտվել է համակարգի տարբեր ծառայություններից։ Շատերը ստացել են միաժամանակ հետազոտություններ, դեղորայք եւ վիրահատություններ։ Նախարարը նշել է, որ համակարգը կարողանում է սպասարկել այս մեծ դիմելիությունը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարզաբանել է, թե ինչու ընդդիմադիր падգամավորին չի ցուցադրվել ձեռք բերված սպառազինությունը։ Նրա խոսքով նախկինում բազմիցս հրավիրել է падգամավորներին ծանոթանալու զինտեխնիկային, սակայն արձագանքել է միայն մեկ падգամավոր։ Պապիկյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հարյուրավոր զինվորականների ներգրավել միայն մեկ падգամավորի այցի համար։ Նախարարը առաջարկել է, որ падգամավորները կազմակերպված կերպով այցելեն եւ ծանոթանան բանակի ձեռքբերումներին։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, կոշտ քննադատելով իշխանությունների գործողությունները։ Կուսակցությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Հայտարարության մեջ նշվում է, որ առաջիկա ընտրությունները կարող են չլինել ազատ եւ արդար։ ՀՀԿ-ն կոչ է արել ընդդիմադիր ուժերին միավորվել վարչապետի իմպիչմենտի գործընթացի շուրջ։ Կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել անցումային կառավարության ձևավորման բանակցություններին։